Մենակ ես չեմ։ Հա, Մագդան տանը չի, Արևն էլ գնաց։ Շատ լավ է։ Պետքա խոսենք։ Ես զգում էի, որ մի բան են չի։ Զգում էիր, թե գիտեիր։ Դրանք տարբեր բաներ են։ Լանա, իմ սենյակի դարակում խոշոր գումար կար դրված։ Ու հիմա չկա այդ գումարը։ Ես էլ չեմ վերցրել։ Հետաքրքիր է ուր կորավ։ Արշակ, Ես երեկվա քո լարվածությունից ու հիմա հասկանում եմ, որ ինչ-որ բան է կատարվում։ Բայց ուզում եմ, որ դու խոսես։ Արշակ, լսի ինձ։ Մեկ էլ մի բան։ Ես ուզում եմ, որ դու ճիշտ ասես։ Չխաբես, որովհետև եթե մի հատ էլ սուտ, ես քեզ չեմ հանդուրժի։ Ասա ինձ, դու ես վերցրել այդ գումարը։ Ռոբ, Այ որ մի քիչ ուշադիր լինեիր, չէիր մոռանա։ Գիտես, չէ արդեն տուն էի հասել։ Հենց զանգեցիր մի անգամից եկա։ Իսկ կարող այդ նշանա, որ պետքա նստենք, քիչ զրուցենք, հետո նոր կգնաս տուն։ Դե կարողա պետքա հետևել նշաններին։ հա Արշակ, ես եմ վերցրել այդ գումարը։ Բայց խնդրում եմ, թող խոսեմ, հետո ինչ ուզում ես ասա, բայց հիմա թող ես խոսեմ։ Ինչի համար լսեմ։ Արշակ, ես ուզում եմ բացատրել։ Լուրջ։ Այս ամեն ինչը բացատրություն ունի։ Արշակ, հա, Արշակ ինքինց սպառնացել է, արևով է սպառնացել։ Ինչ։ Հասկանում եմ, իմ ասածները ոչ մի արդարացում չունեն, բայց ես այդ ժամանակ ուրիշ ելք չեմ ունեցել, Արշակ, ես ընտրության հնարավորություն չեմ ունեցել։ Աստորեն քո համար գողանալ ավելի հեշտ էր, քան ինձ հետ կիսվելը։ Արշակ, ասում եմ, տարբերակ չկար, այդ ժամանակ չկար։ Լանա, դու հենց նոր ինքդ ասացիր, որ դա քեզ չի արդարացնում։ Արշակ, շատ եմ խնդրում, կթողես խոսեմ։ Լանա, ես չեմ սիրում կրկնվել, բայց դու գիտես, որ մենք այն հարաբերությունների մեջ ենք, որ դու հիմա պետք է անկեղծ լինես։ Դու չես նկատել, որ մենք հասել ենք այդ հարթությանը։ Արշակ, հիմա ինչ էլ խոսեմ, մի բան ասելու ես, ինչ էլ ասեմ, մեկը արդարացում չի լինելու։ Արշակ, ես չեմ ուզել քեզ խնդիրների մեջ գցեմ, հասկանում ես։ Ես չեմ ուզել, որ մենք անդառնալի հետևանքներ ունենանք։ Բայց կարողացար չեք գողանալ։ Ու շարունակել նայել իմ աչքերին, ասես ոչ մի բան չի եղել։ Սխալվում ես, Արշակ։ Շատ ես սխալվում։ Ես գիտես ինչքան եմ փորձել քեզ ասել։ Չի ստացվել, չեմ կարողացել, համարձակություն չեմ ունեցել։ Ես հիմա էլ չգիտեմ քեզ ինչ ասեմ։ Ինչ էլ ասեմ, մեկը արդարացում չի։ Արշակ, բայց հավատա, ես նախընտրել եմ
արևին, քան ինձ ու իմ ճշմարտությունը։ Ինչ ես խոսում։ Ինքը չէր կար արևին մոտենար։ Ես կորած չեմ, մեռած չեմ, Լանա։ Արշակ, դու հետո կգտնես ինչ-որ մեկին, կսիրես, հարաբերություններ կունենաս, կյանքդ կկապես, բայց արևը մեկն է։ Ու շատ ավելի լավ է դու ինձնից հիասթափվես, քան հետո ինձ մեղադրեիր, որ ես ոչինչ չեմ արել։ Քո ինքնագլուխ քայլերի պատճառով մենք այս վիճակին հասանք, որովհետև դու տենց էլ չհասկացար ինձ։ Դու չընդունեցիր իմ օգնությունը։ Կասես ինչն է, քեզ կապում այդ Կարենի հետ, հա։ Դու երեք ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չկարողացար։ Գոնե հիմա ասա, հիմա ճշմարտություն ասա։ Ինչի՞ց է օգտվում այդ Կարենը, որ քեզ սենց շանտաժի մեջ է պահում։ Ես ճիշտ եմ հասկանում։ Այդ Կարենը գիտի քո գաղտնիքը։ Դրա համար դու չես կարողանում իրանից ազատվել։ Հա? Կարելի է։ Չես պատկերացնի ոնց ունեի քո կարիքը։ Օ, դենցա սրա կարիքն էլ ունեի։ Արի Էլիս, արի փրկի ինձ։ Ես արդեն հոգնել ես, հա։ Նայ, քո սիրած թխվածքից եմ բերել։ Շատ ուշադիր ես։ Այդ ջամբավոր քո հանդեպ ուշադիր չլինեմ, ում հանդեպ ուշադիր լինեմ։ Էլիս, ես համարյա սիրո խոստովանություն էր։ Ու ասեմ շատ հաճելի էր։ Մանավանդ քո կողմից։ Դու տարին մեկ ես չես հենց բարել լինում։ Դե կեր։ Համովա չէ։ Շատ։ Էլիս, գիտես, ես աշխատանքին չեմ հարմարվում։ Չգիտեմ օրս ոնց դասավորեմ, որ ամեն ինչ հասցնեմ։ Քեզ էլ որ քիչ եմ տեսնում, նեղվում եմ։ Իսկ ես շատ ուրախ եմ, որ դու աշխատում ես։ Ու գիտես ինչի։ Որից քիչ ես տեսնում։ Չէ, ուղղակի աշխատանքը վատ բան չի։ Ու հետո, մենք որ ամուսնանանք ով է մեզ պահելու։ Նենց ես ասում, ոնց որ երբեք չեմ աշխատել։ Այս վերջի 3 տարին է էլի, որ ոչ մի բան չեմ անում, մենոնց աշվին եմ ապրում։ Այ որ ձեր ընտանիքը տենց ապահոված ընտանիք չլիներ, կհասկանայր ինչ է նշանակում անգամ մի վայրկյան առանց աշխատանքի մնալը։ Ես որ հիշում եմ նորոն քանի տեղեր աշխատում, որ մեզ պահեր, այդ լացս գալիս է։ Չեմ հավատում, որ ես այդ ամեն ինչի միջով անցել եմ։ Էլիս իսկ կլինի այդ անցյալդ քիչ հիշես, որովհետև քո ներկայում արդեն ես կամ։ Իսկ ես էլիս հավատա քո ամեն մի ժպիտի համար սարեր շուռ կտամ։ Անկեղծ եմ ասում։ Ճիշտ է, մենք ռոմանտիկ զույգ չենք, մեր մոտ մի քիչ դժվար է ստացվում այդ ռոմանտիկ լինելը։ Մեր մոտ ավելի լավ կռվելն է ստացվում, չէ՞։ Բայց դե որ սիրում եմ, դիմանում եմ։ Հիմա ինձ այդ ինչ ես ասում։ Ամեն դեպքում ասում եմ, որ իմանաս, որ սիրում եմ քեզ։ Շատ եմ սիրում։ Ու ես ամեն ինչ անելու եմ, որ դու քո այդ դժվար տարիները մոռանաս Էլիս։
Հա, բայց ես փոխվել եմ, չէ՞։ Համել էլ անիմաստ բաներից կռիվ չեմ անում։ Դուք եք ինձ հասցնում։ Էդի մետ ես դուքով խոսում։ Դե բոլորիդ նկատի ունեմ, էլի։ Երկար ես լռում։ Վատ եմ զգում ինձ։ Ինչի։ Հենց մոտենում եմ ճշմարտությանը վատանում ես, հա։ Խոսա Լանա։ Գոնե հիմա խոսա, որովհետև եթե չխոսացիր, ամեն ինչ կկորցնես։ Հա, Արշակ, այն ինչ, որ ես քեզ ուզում եմ ասեմ, բացարձակ կապ չունի սրա հետ։ Ով ես դու։ Ով ես դու, Լանա։ Ինչ ես թաքցնում։ Գոնե հիմա քեզ բացահայտի։ Դու չես հասկանում, որ լռելը անիմաստ է։ Արշակ, կներես ինձ։ 1000 անգամ եմ ներողություն խնդրում։ Ինձ քո ներողությունը պետք չի։ Ոչ էլ են փողերը։ Ուղղակի ասա, այն ինչ որ պետք է ասեր ինձ։ Չեմ կարող։ Լսի, դու հիմա ինձ ավելի ես վախեցնում։ Էդ ինչ չես թաքցնում, որ նույնիսկ այս կարգավիճակում չես կարողանում խոսել։ Արշակ, չեմ կարողանալու ասել։ Որովհետև այն ինչ որ պիտի ասեմ, մենակ ինձ չի վերաբերում։ Հիմա ինչ էլ ասես, մեկը ես չեմ հավատալու։ Որովհետև երբ որ մարդու հանդեպ հավատը կորցնում ես, էլ հետ բերել չի լինի։ Իմ դեպքում ընդհանրապես։ Իսկ ես մտածում էի, որ ընկեր եմ գտել։ Ավելին քան ընկեր։ Բայց պարզվում է, որ ինչ-որ հաշվարկների միջոցով ես եկել իմ տուն։ Չէ, Արշակ, չէ։ Հիմա որ սկսում եմ մտածելու համադրում եմ, հասկանում եմ, որ իմ տուն ես մտել, որ այդ չեղած ամուսնուդ պարտքերը փակես։ Իսկ ես հիմարի նման հավատացի այդ քո խեղճ վիճակին ու այդ պատմությանդ։ Հələ մի բան էլ իմ օգնություն առաջարկեցի։ Արշակ, ես մի օր կխոսեմ։ Ու հավատա, ինձ լսելուց հետո կհասկանաս, որ այն ինչ հիմա մտածում ես, բացարձակ կապ չուներ ասածիս հետ։ Նոր ասացի, որ ես քեզ չեմ հավատում։ Ու էլ չեմ ուզում տեսնեմ քեզ։ Հա, Արշակ, ես քեզ խաբել եմ։ Բայց մենակ ես հարցում եմ խաբել։ Այն որ ես բաժանվել եմ, այն որ ես ուզում եմ ազատվեմ այդ անասունից, ես այդ ամեն ինչը քեզ բացարձակ ճիշտն եմ ասել։ Հա։ Իրան օգնելով ու ասածներ անելով ես տենց ուզում ազատվես, հա իրանից։ Կարաս ինձ բացատրես, ոնց է տենց լինում, որ քո կյանքի ամենամեծ գաղտնիքը այդ Կարենը գիտի։ Իսկ ես որ քո համար ամեն ինչի պատրաստ եմ, արժանի չեմ, հա։ Դեռ չես վստահում ինձ։ Արշակ, ես հիմա քեզ չեմ կարող բացատրություն տալ։ Ամեն ինչ այդքան հեշտ չի։ Ամեն ինչ շատ հեշտ է, եթե չես խաբում։ Չկա նենց բան, որ ես չհասկանամ ու չներեմ։ Ես էլ անթերի մարդ չեմ, ես էլ իմ սխալներն ունեմ, բայց ի վիճակի եմ հասկանալու ներել այն մարդուն, ով որ իմ դեմ բաց է, բայց ոչ այն ինչ որ դու արեցիր։ Արշակ, խնդրում եմ քեզ։ Ձենդ կտրի, որովհետև տհաճ ես իմ համար։ Մի ժամ ժամանակ ունես, որ տունը ազատես։
Ալին, նորմալ գնում ես, չէ՞ արդեն հիվանդանոց։ Դե հա, առաջվա նման ամեն օր չեմ գնում, բայց դեղերն են շատացել։ Ոչինչ, կարևորը դու լավ ես։ Դեռ հա, բայց հետո չգիտեմ ինչ կլինի։ Լավ կլինեմ, թե Սկսվեց էլի Ալին։ Դու նենց ես անում, որ այս թեմայով ես քեզ ընդհանրապես հարց չտամ։ Մի անգամից զանգեմ նորոյից իմանամ։ գժվել ես Ռոբչան ես տենց բան։ Ինչի։ Որովհետև երբ որ դու զանգես նորոյին, հետո ինձ է հարցնելու, թե ինչի ես իմ հանդեպ այդքան ուշադիր։ Իսկ ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Ինչի չունես։ Մենք ընկերներ ենք, այդ արդեն պատասխանը։ Դե հա, ընկերներ ենք։ Ինչ ես ժպտում։ Կամաց հասնում եմ ուզածիս։ Ինչ Ռոբ։ Այսօր մեր դասանի մերին շատ սիրուներ, չէ՞։ Իրա ճաշակը շատ եմ հավանում։ Ինչն է մերի սիրուն։ Կամ ինչ ճաշակ ունի ինքը ընդհանրապես։ Լավ, դե հանգստացի Ալին։ Ես գնում եմ տուն Ռոբ։ Հանգստացի Ալին։ Նեղացար։ Ռոբ դու գիտես, որ ես այդ աղջկան տանել չեմ կարողանում։ Դիտավորյալ իրանից ես չէ խոսում։ Էլիս կլինի միշտ սենց կաս մնաս մոտս աշխատելուց։ Ես որ միշտ կամ քո գործերը կմնան, է։ Ոնց որ մնացին գործերդ։ Հա դե ինչ անեմ, սենց ավելի լավ է։ Բայց ինչ ալարկոտ տղեն դուրս եկար դու։ Էդ իմ հետ ես։ Ինչի ստեղ բացի մեզնից ուրիշ մարդ կա։ Էլիս աղջիկ, բայց ամոթ քեզ գիտես։ Փոխանակ ուրախ լինես, որ ես քո կողքին ամեն ինչի մասին մոռանում եմ, վիրավորում ես սենց։ Շատ անշնորհակալ ես, գիտես։ Էլիս։ Սիրում եմ քեզ։ Հիմա որ ասեմ ես էլ քեզ երես չես առնի։ Էդ կներեք Նորմալ է Մագդա։ բարև Էլիս Բարև։ կներես չգիտեի որ մենակ չես ուղղակի մի քանի հարց ունեի տալու Դու էլ ես տեղ աշխատում։ հա ինչի Մի րոպե Էլիս։ Նստի։ Սա մի հատ հասկանամ ինչ կա խոսալու իրար հետ կգնանք, հա։ Չէ, ինձ կներես ես խանգարում ավելի լավա գնամ։ Ու մի բան էլ աղջիկ ջան, որ սենյակ են մտնում, դուրը թակում են։ Այդ իմացի պետք կգա։ ինձ էթիկա սովորացնելու կարիք ընդհանրապես չկա եթե ես իմանայի որ Էդոն քո հետ է ընդհանրապես չէի մտնի իսկ ինչը վերաբերում է դուրը թակելուն իմ ու Էդոյի մեջ այդ ձևական բաները վաղուց արդեն անցել են Էլիս նստի։ Կներես այդ։ Ընդամենը մի քանի հարց կար քննարկելու ու վերջ Նորմալ է Մագդա։ Հանգստացի։ Իրերը թավակի ու գնա։ Արշակ ես վախեցել եմ ես չեմ հասկացել ինչ եմ անում Իսկ ես քեզ 1000 անգամ ասել եմ, եթե դու իմ կողքին ես, վախենալու բան չունես։ Բայց դու այնքան թաքնված տաղանդ ես, որ վախենում ես բացահայտվելուց։ Դու այն մարդը չես, ինչ ներկայացնում ես։ Դրա համար քո նման մարդուց պետք է հեռու մնալ։ Էլ ոնց բացատրեմ, որ չեմ ուզում քեզ տեսնեմ։ Երեք ուրիշ բան էիր ասում Երեք դու հասկացել էիր, որ ես քեզ պատմելու բան ունեմ
Ես երեք չեմ իմացել, որ դու բացի անցյալում խնդիրներ ունենալուց ու գաղտնիք ունենալուց, հենց հիմա դու ստեղից խափում ես։ Ես կարող եմ իմ զգացմունքների դեմ պայքարել, բայց սկզբունքների դեմ չեմ կարող ու չի ստացվի։ Նես որ քեզ բարի ճանապարհ։ Արշակ, Իսկ այդ գումարի համար կարած չեմ մտածես։ Համարի, որ ես դա քեզ նվիրել եմ։ Բայց հաստատ չես նեղացել։ Չէ, Ռոբ։ Բայց էլ տենց բաներ չասես։ Դե ուղղակի զարմացա, որ տենց ազդվեցիր։ Քեզնից չէի սպասում։ Լավ էլ սպասում էիր, Ռոբ։ Հեքիաթներ մի պատմի։ Ես ու մեն իրար հետ համարյա 2 տարի չենք խոսացել։ Իսկ դու գալիս ես իմ մոտ իրա գովքն ես կապում, այդ նորմալ է քո կարծիքով։ Լավ, հասկացա։ Կներես։ Լավ, այս անգամ ներում եմ։ Երեխեք, ես ինչի տուն չեք բարձրանում բա։ Բարևելիս ջան։ Չէ, ես ուղղակի բերել եմ Ալինային ճանապարհը։ Ես պետքա գնամ տուն։ Հասկացա։ Դե կզանգես Ալին։ Վիճել եք։ Մի թեթև։ Բայց լուրջ բան չի։ Արի տուն գնանք։ Էլիս քեզ ինչ եղավ, նոր լավ էիր։ Ոչ մի բան ասում, արի գնանք տուն։ Տատ։ Ջան, Չէ, լավ, ոչ մի բան։ Սպասի։ Թե էլի սպասված զանգը ստացար գնում ես։ Էլիս բալես։ Վերջացրա էլի։ Ձևականություններ մի արա։ Ուզում ես ցույց տաս, որ կարոտել ես։ Դու չէիր կարա ինձ կարոտեիր։ Ու գիտես ինչի, որովհետև դու ինձ չես ճանաչում։ Անծանոթ մարդուն հնարավոր է կարոտել։ Խնդրում եմ քեզ, տենց մի ասա։ Բա ինչ ասեմ։ Ինչի ես եկել։ Էլիս կթողնես խոսենք։ Արի գնանք մի հանգիստ տեղ նստենք խոսենք, ես քեզ շատ բան ունեմ ասելու։ Իսկ ես չեմ ուզում քեզ լսեմ։ Ու գիտես ինչի, որովհետև դու մարդ չես։ Որովհետև դու ծնող չես։ Ինչի ես եկել, ուզում եմ հասկանամ։ Ուզածդ ինչ է։ Էլիս խնդրում եմ կլինի թողնես խոսենք։ Դու ինչ ունես ասելու։ Ախր դու ինչ կարաս խոսաս, ուզում եմ հասկանամ։ Ինչ բացատրություն պիտի տաս։ Ես մեղավոր եմ։ Ես գիտեմ, որ ես լավ հայր չեմ եղել, լավ մարդ չեմ եղել, բայց ես պատճառ եմ ունեցել։ Ես այդ իմ քայլով ձեզ եմ պաշտպանել։ Դու քո երեխեքին թողել ես ու գնացել ես։
Դու թքած ես ունեցել քեզ կարոտող ու սպասող աչքերի վրա, հասկանում ես։ Դու իմ մանկությունը, մեր մանկությունը խլել ես ու տվել ես ուրիշին։ Դու գոնե գիտես ես ինչքան եմ լացել։ Դու գոնե գիտես ինչքան եմ կանգնել պատոհանի առաջ ու ամեն անգամ ինքնաթիռ տեսնելուց ասում էի, այս մեկի մեջ հաստատ պապաս է։ Հեսա գալու է։ Հեսա պապաս կհասնի։ Էլիս խնդրում եմ, կլինի խոսենք։ Չէ, դու ինչ չես հասկանա։ Ես ինչքան էլ հիմա փորձեմ քեզ բացատրեմ, դու ինձ չես հասկանա։ Դու չես հասկանա քո երախուն ինչքան ցավ ես տվել։ Ես հիմա մենակ ինձնից եմ խոսում, բայց նույն վիճակում Նորոն ու Ալինան են եղել։ Ու ավելի շատ երևի Նորոն, որովհետև 14 տարեկանից ուրիշի պապաների մոտ է աշխատել, որ իր որբ ընտանիքը պահի։ Եթե իմանաս ես ինչերի միջով եմ անցել, եթե մի փոքր շանս տաս խոսեմ, միգուցե հասկանաս։ Գոնե մի փոքր ցավդ կմեղմանա։ Արագացու ես ամեն ինչը։ Չեմ ուզում, որ արևը գա ու տեսնի քեզ գնալուց։ Ես հետո իրան կբացատրեմ։ Բայց կուզեի հրաժեշտ տալ։ Կարիք չկա։ Շնորհակալ եմ, որ եկար։ Գիտես ինչի եմ եկել։ Ուզում եմ հասկանամ, ինչը պետքա ծնողին ստիպեր տենց ախիղճ լիներ։ Ինչ էլ ասես հիմա քեզ չեմ հավատալու։ Ու ես քեզ չեմ հասկանալու։ Բայց ուզում եմ հասկանամ, այսքան տարի ինչ խղճով ես ապրել, ինչ հույս ես տվել քեզ, էլի։ Ճիշտ ես, ես այնտեղ ընտանիք եմ ունեցել, բայց Էլ ինչ բայց։ Այդ նախադասությունից հետո էլ ինչ բայց կարա լինի։ Դու ստեղ ընտանիք ունեիր։ Ու գնացել էիր փող աշխատելու համար։ Այդքան անկարևոր էինք քո համար, հա։ Այդքան հեշտ էր մեզ փոխարինելը։ հիմա ինչ էլ ասեմ հարցարացում չընդունես։ Ես ինքս սխալ եմ, ես գիտեմ։ Բայց ես ստիպված եմ դա արել ոչ թե իմ ցանկությամբ։ Դե մի հատ ասա էլի։ Ասա հասկանամ ինչն է ստիպել քեզ։ Ես այնտեղ մեծ խնդիրներ ունեի, մեծ գումարներ էի պարտք։ Մի մարդ կար, օգնեց այդ փողը տվեց։ Հետո սկսեցի շփվել այդ մարդու ընտանիքի հետ, այդ մարդու աղջկա հետ։ Ու ամուսնացանք։ Ու ամեն ինչ շատ սխալ գնաց։ Ավելի եմ գիտես քեզնից հիասթափվում։ Ես կամ մի բան պիտի անեի, կամ մեռնեի։ Այնտեղ ուրիշ մարդիկ էլ կային, որ ես շատ գումարներ էի պարտք։ Մի խոսքով կռիվ եղավ, 10 հոգով ինձ ծեծեցին։ Գրեթե մի ամիս անգիտակից վիճակում հիվանդանոցում պարկած եմ եղել։ Իսկ հետո երբ ուշքի եկա, արդեն կնոջս պապան ամեն ինչ իմացել էր։ Պարզվեց, որ այդ աղջիկը հղի է։ Փաստորեն 10 տարի առաջ էլ որ եկել էիր, պարտքը տերերից տեիր հա փախել։ Էլիզ մի ստիպի, որ ես շատ ավելի բաներ ասեմ։ Ես հիմա ինչքան խոսում եմ, այդքան ավելի շատ եմ ինքս ինձանից հիասթափվում։ Այդ գալիս եմ արդեն ճանապարհին եմ։ Ես ուզում եի այդ պարտքերից ազատվելու հետ գալ, բայց ավելի շատ խնդիրներ եղան։ Հետո սկսեցի աշխատել ու կնոջս հոր գումարը հետ վերադարձնել։ Սկսեցի աշխատել իրա մոտ։ Այդ ինչ պարտքեր էին։ Ինչի էր այդքան պարտք արել։ Խաբվել էի։ Չեմ էլ ուզում դրա մասին խոսենք։ Բա հետո ո՞նց ստացվեց, որ կարացար հետ գաս։
Աղջիկը ինքնական բաժանվեց։ Ինչքան մարդու ես պես դու դժբախտացրել։ Չես ներելու ինձ։ Չէ, չեմ ներելու։ Ու չեմ հասկանալու։ Ինչ էլ ասես, ես հիմա չեմ կարա քեզ հասկանամ։ Ու ես նույնն էլ Նորոյի անունից կարամ ասեմ։ Իսկ Ալինային ընդհանրապես արգելում եմ քեզ մոտենալ, լսում ես։ Ես այնքան շատ ունեմ ձեր կարիքը, չես պատկերացնի։ Բա երբ որ մենք ունենք քո կարիքը, դու ուր էիր։ Ինչի չէիր գալիս։ Երդվում եմ, ես ավելի շատ Նորոյի համար եմ նեղացած, քան իմ։ Որովհետև դու կայիր։ Դու հանգիստ ապրում էիր, երբ որ մենք սոված էինք քնում։ Երբ որ Նորոն անում էր աշխարհի ամենաբարդ աշխատանքները, պապա։ Վալես, Մի ասա դու այդ բառը։ Դու այդ բառը մի ասա։ ես հասկանում եմ, որ մեղավոր եմ։ Հիմա իմ ուսերին շատ ծանր բեռ կա։ Ես դժբախտ մարդ եմ։ Գնա ուղակի։ Գնա ու էլ չգաս։ Գնա ու մոռացի մեր մասին, ոնց տարիներ առաջ ես մոռացել։ Եթե ինձ չեք ներելու, եթե ես ձեր կողքին տեղ չունեմ, կարծում եմ ճիշտ կլինի, որ գնամ։ Մի քայլ ես արել ուզում ես ներենք։ Չենք ներում արդեն գնում ես, այս դու ես։ Այս այնքան դու ես չես պատկերացնի, ապրես։ Մի քանի տարի առաջ էլ երբ որ եկար ու մաման քեզ չներեց, գնացիր։ Շատ հեշտ վեր կացար գնացիր։ Իսկ եթե մնայիր, կարողա մամաս էլ մնար։ Ու կարողա հիմա մեր հետ լիներ մաման։ Մաման արդեն իր որոշումը կայացրել էր։ Որովհետև մտածում էր, որ ազատ կին է։ Որովհետև մտածում էր, որ կողքը տղամարդ չունի ու ինքը ճիշտ էր։ Ինքը ճիշտ էր։ Մենք միշտ մամային ենք մեղադրում։ Բայց ամենամեծ մեղավորը դու ես։ Էլիս, Կներես ինձ, ես էլ չեմ ուզում քեզ լսեմ։ Ալինային չփորձվես մոտենաս։ Հա, ու մեկ էլ նենց արա, որ Նորոն քեզ ընդհանրապես չտեսնի։ Էլիս ջան, դե պատասխանի էլի։ Բարև ձեզ։ Կներեք, այստեղ աշխատում է Մագդանունով աղջիկ։ Հա, ես եմ։ Սա ուղարկել են ձեզ։ Իսկ ում կողմից է։ Բացիկ կա։ Ու կվերցնեք, ես գնամ։ Չէ, չեմ կարող վերցնել, խնդրում եմ հետ տարեք։ Բայց ուր, ես առաքիչ եմ ու փոխանցել են սա ձեզ։ Չգիտեմ, տվեք նրան, ով ձեզ փոխանցել է։